Դե ինչ հարգելի բարեկամներ, մենք վերադարձանք տաղավար մեր առաջի հյուրի հետ։ Տիկին Օհանյան, ողջունում ենք ձեզ։ Բարև ձեզ։ Ես մի կարճ անդրադարձանեմ, որտեղ դուք հիմա կադրերը նայում եք, տեսեք ամեն ինչ ճիշտ է, այս տեխնիկան իսկապես տարել էին, բաները, միկրոֆոնները, տեսախցիկները, այն ինչով հիմա դուք կարողանում եք ուղիղ եթերով տեսնել, так что եթե մարդ եք ուղարկել հաղորդավարներին, բոլորով զս պատերով, так что եթե մարդ եք հիմա ուղարկել քնչական, որ ստուգ եք տեսնեք կարող այս, նույն միկրոֆոններն էլ ինչ-որ ձևով եք կարացել եք հետ բերել, կարաք հետ ասեք, որ գա այդ մարդը, իսկապես ձեր մոտ են խոսափողները եւ մի քիչ մոտեցրու քո միկրոֆոնը։ Հա, մի քիչ մոտեցրեցի եւ ասեմ ձեզ, որ մի հետաքրքիր բան ասեմ, Արս, որ չասեմ կոնկրետ ով, բայց իրավապահներից մեկը կատակ էր անում, հա, անունը չեմ ասում, կատակ էր անում, ասում էր, ահա հիմա մենք ենք իմ նեմնի մտնելու, որտեվ ամբողջ գույքը իրաց մոտ է, տղեկ ջան, դուք էլ կարաք փորձեք, տեսնեք, որ մեկից մոտ ավելի լավ ստացվում, մի բան հաստատ կարամ ասեմ, Տիկին Օհանյանը ձեզ հյուր դժվար թե գա, Տիկին Օհանյան ջան, ողջունում ենք ձեզ, փորձեմ, հա, տեսեք, չհերքեց, հրաժարվեց, կարող եք նաև Տիկին Օհանյանին հրավիրել հյուր, բայց ձեզ լավ բան չի սպասում դրա։ Տիկին Օհանյան ջան, վախեցրու լավը։ Այս օրերին հերթական հարձակմանն ենք ականատես լինում խոսքի ազատության նկատմամբ, մենք երկար խոսեցինք այսօր, նաև որովհետև մենք պաշտպաններն ենք, շատ ավելի շատ ենք տեղեկատվությանը տիրապետում, շատ բաներ մենք ենք իրազեկում հանրությանը, խնդրենք ձեր գնահատականը այս իրադարձություններին եւ նաև մյուս իրադարձություններին, որոնց մասին մենք խոսել ենք եւ ավելի մանրամասն խոսենք։ Այո։ Ճիշտն ասած, տաղավարում արդեն դեժավյուի զգացում ունեմ, որտեվ մի տարի առաջ եմ հենց այս տեղում նստած, նաև նույնիսկ փոխարինել եմ հաղորդավարներին մի եթեր, այնպես որ ոնց որ պատմությունը կրկնվում է։ Մենք նոր տերմին ենք մտածել, իդեպ, ինչ տերմին մենք որոշեցինք, տեղապահ թե Եթե այս բաներից դու ես լավ, ես Վազգենի նման մոռանում եմ անում։ Ես եմ մոռացա մյուսի իջեր, բան, տեղապահ չենք, բան ենք Գրեք էլի մեզ։ Հա, բայց գրեք, ինչ ենք մենք ասում, մի խոսքով, հա, հերթապահ։ Այո, հերթապահներ ենք, փորձում ենք փոխարինել մեր բացակայող ընկերներին եւ առհասարակ փորձում ենք չընկճվել, փորձում ենք այսպես ժպիտով այս ամեն ինչը անցկացնել, բայց իրականում լացելու վիճակ է երկրում եւ այս վիճակը ըստ էության նոր չի, բավականին տևական ժամանակ է արդեն, հատկապես լրագրողները, լրատվամիջոցները, խմբագիրները տոտալ տերորի են ենթարկվում այս իշխանությունների կողմից բոլոր հնարավոր տարբերակներով, հա, ընդհանրապես 2 օր առաջ մեր լրագրողի հետ կապված ուրեմն խայտառակ նյութեր, տեսանյութեր, մոնտաժներ, հա, այսպիսի բաներ էին տարածել այդ իրենց fake էջերով եւ լրագրողը երիտասարդ աղջիկ է, որը վերջի 2 անգամ պատարակների այդ կեղծ պատարակներն է լուսաբանել եւ ինքը հայտնվել է թիրախում Աննա Պապիկյանը մեր երիտասարդ լրագրող է եւ ինքը բավականին ծանր էր տանում, ասեմ ձեզ, որ այդ տեսակ ճնշումը երիտասարդ լրագրող աղջկա վրա ավելի պակաս ազդեցիկ չի եւ ավելի պակաս անբարոյական չի, քան Նարեկի ու Վազգենի ձերբակալանավորումը այս պահը։ Մեր աջակցությունն ենք հայտնում, անկեղծ ասած, չգիտես ինչի ես չէի նկատել, մեր աջակցությունն ենք հայտնում։ Այո։ Այդ օրերին, ներողություն, այդ օրերին եկեղեցու բակում հավաքված էին հատուկ բերված մարդիկ, որոնք կոնկրետ լրագրողների նկատմամբ շատ լկտի պահվածք էին։ Բայց գիտես, չէ, այդ պահվածքը այդպեսի եզակի բան չի ու միայն այդպեսի կոնկրետ ինչ-որ մարդիկ չեն, հա, այս իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչները կարող են թիրախավորել լրագրողներին, խմբագիրներին, ուրեմն իրենց մոտ ստատուսներ գրել, կոչ անել իրենց հետևորդներին, որպեսզի հարձակվեն այս մարդկանց վրա եւ տարրական գիտակցում չկա, որ ազատ խոսքի նկատմամբ այդ գործողությունները դրանք վատ բաներ են, չի կարելի դա
դա անօրինական է, անբարոյական է, ի վերջո դա դուք դրանով մեր հնարավորությունները, մեր աշխատանքի պայմաններն եք վատացնում, մեզ ստիպում եք, որ մենք մի տեսակ ոնց որ պաշարված ամրոցում աշխատող մի հատ խումբ լինենք, հա, լրագրողներով։ Հիմա այսօր օրինակ ամբողջ օրը ես հետևում էի, թե ինչպես էին 168 ժամում մի փոքրիկ լուր է հրապարակվել, դրսի մամուլից վերցված, եւ այդ լուրը մի վայնասուն, մի աղմուկ, մի աշխարհը ավիրվել է, հասկանում եք, ոնց կարելի էր, անունը դրել են fake լուր եւ ամբողջ իշխանական այդ զինանոցը հանել են 168 ժամի խմբագրի դեմ եւ չեն բավարարվել նույնիսկ լրատվամիջոցին թիրախավորելով, հիմա էլ անցել են Սատիկ Սեյրանյանին եւ ժուրնալիստների միությանը Այդ շատ կարևոր թեմա է, շատ կարևոր է, մենք նախատեսել ենք հենց ձեզ այդ դա։ այո։ Ես մի փոքր բան այսօր գրեցի, ճիշտն ասած, իմ էջում մտածեցի, որ ինչ որ ձևով պետք է դա արձագանքենք, որովհետև ի վերջո մենք, այո, մենք էլ կարող ենք սխալվել, մենք էլ կարող ենք վրիպել, կարող ենք նաև իհարկե միջազգային մամուլում, եթե դրսում տպագրված ինչ որ մի հատ լուր է վերցվում եւ հրապարակվում, ըստ էության մեր պատասխանատվության չափը շատ փոքր է այդ դեպքում, հա, բայց մի հատ նենց մի աղմուկ, նենց մի խայտարակ մի հատ սխալ կեղծ լինելը հաստատվել է, թե իրանք են։ Չէ, կեղծներն էլ դեռ չի հաստատվել, դեռ հայտնի չի, թե դա ինչ հետևանք է ունենալու, թե սա այն լուրերի շարքից է, որ սկզբում հերքում են, հետո մի քանի ամիս հետո հաստատվում է, այո, տեսնում ենք, որ այո, տեսնում ենք, թե ինչ է կատարում։